Սիրելիներս ողջույն, բացում եմ նոր տեսանյութ, այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը, շնորհավորում եմ ձեր բոլոր բալիկներին, թոռնիկներին, նոր ծնվելիք փոքրիկ կուկուներին, ամենալավն ու բարին եմ մաղթում իրենց խաղաղություն, խաղաղ երկինք, սիրելիներս, սեր, երջանկություն, թող բոլորը մեծանան ընտանիքներում, ծնողների կողքին, զգան մայրական ու հայրական բերկրանքը, ջերմությունը, սերը ունենան լավ ապագա։ Իսկ սա մեր բակն է, մեր բակի ինչ են ասում, լիազոր, երևի այդպես ասենք, համատիրության գլխավորը, որ Վահանի ընկերն է, այսինքն բակի տղաների ընկերն է, մի քիչ մի փոքր տարիքով տղամարդ է, իրեն են ընտրել, եւ ինքը շատ լավ կազմակերպում է ծառատունք, ծաղիկներ, բակի բոլորը ամբողջ հարևանությունը դուրս եկավ ծառատունքի, դուրս եկան ծաղիկներ տնկեցին, մրգատու ծառեր, մի խոսքով շատ լավ բակ ունենք եւ այսօր էլ մեր ընկեր Արմենը կազմակերպել է երեխաների համար այսպիսի գեղեցիկ միջոցառում։ Իդեպ նոր տարուն էլ ձմեռ պապ էին հրավիրել, ես չհասցրի նկարեմ, մինչև իջա ձմեռ պապը գնացել էր։ Իրանի այն ժամանակ, որ մենք էլ էինք խաղում, որ մենք էլ էինք փոքր։ Այսպես գեղեցիկ խաղ են կազմակերպել, բայց ես մի քիչ տապում եմ, բանջարեղենը պիտի լվանամ, սպասում եմ Վահագենք գան, գնամ բանջարեղենը լվանամ, աղցան պատրաստեմ ու խորովելու բանջարեղենը եւս արդեն նախապատրաստեմ լվանամ։ Վստահ եմ շատ գեղեցիկ խաղեր են լինելու, Վահանին խնդրել եմ նկարել, տեսնեմ կնկարի ինձ համար։ Եվս մի անգամ շնորհավորում եմ ձեր թանկ գանձերին, կարևոր չէ մարդը քանի երեխա ունի, 10 ունես, տասնապատիկ ես սիրում, մեկն ունես, բազմապատիկ ես սիրում, կապ չունի սիրելիներս, կապ չունի, թող 10 ունեք, թող 10-ն էլ առողջ ու խաղաղ մեծանան, մեկն ունեք, էլի թող առողջ ու խաղաղ մեծանան։ Այստեղ ասում եմ ձեզ առայժմ, հետո կմիանամ մաղալը վառելուց։ Ժողովուրդ ջան գործ էի անում, Վահանը զանգել է, ասում է դուրս չես եկել, էլը դուրս արի պատժ գամ։ Չեբուրաշկան, կապույտը չգիտեմ ով է, են էլ երևի Վանա Վինիթուխը, այստեղից լավ չի երևում, ես հեռախոսի միջից եմ նայում։ Չեբուրաշկային հայերեն անվանում էին գտել դդխտիկ էր, ինչ-որ մի հիմար անուն։ Մի հատ կամերան մաքրեմ, այսպես ավելի լավ է։ Այս շոքին, այդ խեղճերը, այդ ծանր հագել են, են էլ մեր հնդիկ բարեկամը, չէ ճանաչում։ Ես ինձ լավն են։ Այսի Լիլոն էր, Լիլոյի Stitch,
Հա, Ստիչը, հա, ոնց որ Լիլոյի Ստիչ, կարծեմ այդ մուլտֆիլմից է, այս կապույտը, այն էլ վագրիկա, հա, վագրիկա, հա, բանն է, պոկեմոնը, ես էլ պոկեմոնն է, ասում եմ չգիտեմ, չէ, ես այդքան էլ ինչ եմ, Երիկիս հետ նայել եմ ես մուլտերը, վերևից հեռախոսի մեջից լավ չի երևում։ Ապրի մեր Արմեն ջաջան, լավ էլ կազմակերպել է։ Երբ գալիս է սեպտեմբերը ժողովուրդ, ես էլ մեր մանղալը, ահա, այս ենց։ Տեսեք ինչ գեղեցիկ ծաղիկներ եմ ստացել, Անին է նվիրել, տեսնում եք հլը վարդերի գույնը, Անին շատ յուրահատուկ աչք ունի ու շատ յուրահատուկ ճաշակ ունի, Լիզի անտուսներ են, ես այսքան խոշոր Լիզի անտուսներ չէի տեսել, անկեղծ եմ ասում, տեսեք ինչ գեղեցիկ փունջ է, վարդերի գույնը չնաշխարիկ, Աղջիկներ ջան ողջույն, մազերս ներկել եմ, ասեցի ձեզ հետ կիսվեմ մազերս, բայց դեռ չեմ հարդարել, պատրաստվում եմ գնամ Վարշավիրանոց մազերս հարդարելու, ֆենելու, ինչու, որովհետև այսօր էլի հարսանիքի եմ, գնում եմ հարսանիք, իմ մամայիս քեռու թորան հարսանիքն է, հիմա կասեք, ես ինչ մոտ եք, ես ինչ հարազատ եք իրականում շատ հարազատ ենք, որովհետև ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, տատիկս իր 5 եղբայրների հետ ապրել է մի բակում, այն հայաթը, որ միշտ գնում նկարում եմ, տեսնողներ եղել են, եթե գնամ, էլի անպայման կնկարեմ, այ տատիկիս եղբայրը այնտեղ էր ապրում, ու 5 եղբայրները այնտեղ են ապրել, հա, 5 թե 4 եղբայր էին, 4 եղբայր, հա, 4 եղբայրները, 5 չեն եղել, հա, տատիկս իր 4 եղբայրների հետ, և ամենափոքր եղբոր աղջիկը, ինձնից 1 տարով է մեծ, իսկ իր քույրիկը ինձնից 2 տարով է մեծ, մենք հասակակիցներ ենք և իմ ողջ մանկությունը կապված է իրենց հետ, որովհետև ես տատիկենցս բակում եմ մեծացել, տատիկենցս տանն եմ մեծացել, տատիկենցս հայաթում եմ մեծացել, ինչպես մենք ենք ասում, հիմա այսօր իր աղջկա, մամայիս քեռու աղջկա, հարսանիքն է, քույրիկիս, այսպես ասեմ, քույրիկիս աղջկա հարսանիքն է, հրավիրված ենք, անպայման այնտեղից կնկարեմ, գնամ մազերս հարդարեմ գամ, անպայման ձեզ ցույց կտամ, հիմա կհավաքեմ մազերս իմ մազակալով, իջնեմ մեր դիմացի շենքն է, հենց անմիջապես շենքի դիմացն է, Վարշավիրանոցը չգնացի իմ Վարշահարդարի մոտ Կիևյան մենակ հարդարելու համար, չարժեր մազերս կտրած է, մազերս ներկած է, մնում է միայն իրենք գեղեցիկ հարդարեն, ես փորձեցի ինքս, բայց ասի դե լավ թող իրենք անեն, եղունգներս ինքս եմ սարքել, ասել եմ, չէ, չեմ գնում առայժմ այդ շիլակին, որովհետև դեռ եղունգներս պոկվում են, դեռ կոտրվում են, սիրելիներս լավ այրվել էին, դրա համար էլ չեմ անում, ոչինչ, թող այսպես, ավելի լավ է այսպես, քան ընդհանրապես եղունգ չունենամ, մի խոսքով կանցնի որոշ ժամանակ հետո էլի կանեմ, այսպես անշիկներս, էլի եմ ասում, տարոսը բոլորիդ բալիկներին, այն հետևորդներին ու հետևորդուհիներիս, ովքեր ամուսնացած չեն, տարոսը ձեզ անուշիկներս, դուք էլ ամուսնանաք, ընտանիք կազմեք, երջանկանաք, բալիկներ ունենաք, հզորացնեք մեր երկիրը, հանդիպեք ձեր սիրելիին, այն միակին, ում մինչև վերջին շունչը սիրահարված կլինեք ու կսիրեք սիրելիներս, իսկ դրա համար շատ բան պետք չի անել, ընդամենը սիրել դիմացինին, այսպես անուշիկներս, դե ինձ
ձեզ մաղթեմ լավ օր, մազերս հարդարեմ, անպայման կմիանամ նորից, սիրում եմ, գրկում եմ, ասում եմ առայժմ։ Ես կասկածացած motivation-ի համար, որ ուզում հայերս մոտիվացիայի համար, ոգեբանեք դիամետերեցիների։ Ծանհարություն ոգեբանեք կերած։ Չգացեցես լավ է չուղա, motivation-ը։ Դրանցի, ամպոչ տահարապար է սիրո ջերգության տրամադրում եք ձեզ։ Դրանցի։ Your junk, yes, I could feel yes, I see trouble, I can't hear sorry, it's how much can't make a woman expect me. Out and home to make some skirting. Can't you need them sorry, it's how much. Still to say, you are take it. It's night for night, still without conceal. It's night for night. Վաղ եկերս, ինչպես խոստացել եք Քրիստոսի դիշկուշը,
Տարոսին բոլոր հետևորդուհիներին, անուշիկներս դուք էլ երջանիկ լինեք, գտնեք ձեր երջանկությունը։ Ուրջան քաղաքի կենտրոնը միջել գործով ուզում էի ցույց տալ ձեզ քաղաքը, այստեղ այս հին շենքն է, Հրանտ Մաթևոսյանի տունը այստեղ ա եղել, այստեղ նաև Սևակի մայրը, չէ, թոռը, տղան տունն ա ունեցել, որտև թոռը Ռուբենը Վահանի կուրսեցին ա եղել։ Տեսեք ինձ սիրունը, տեսեք մեր հին Երևանը, Սա Զվիլինգա, կուզեի Զվիլինգը մտնեի, այստեղ այնքան լավ աման չաման կա։ Ահա, դուրս եկանք Աբովյան փողոց, ժողովուրդ ջան, այսպես տեսեք ինձ սիրունը, մեր քաղաքը, այս կողմը մի քիչ ծմակ ա, բայց հին շենքերն են, էլի հին Երևանը։ Ահա, սիրում եմ քաղաքս, շատ եմ սիրում, քիչ եմ լինում քաղաքում, բայց եկա սիրում եմ, Ռայկոմ թառել եմ, չեմ իջնում, այսպես, խոսքով կարելի է այս կողմի շենքը նկարեմ, հին շենքերն են, տեսեք Կարմիր Տուֆակերտ, ժողովուրդ ջան դուրս եկանք Հյուսիսային պողոտա, տեսեք ինձ սիրուն են դրախտավարդերը, հորտենզիաներին ասում են դրախտավարդ, սենց նկարում եմ ձեզ համար, չնայածելի եմ այստեղ նկարել, կուզեի Աբովյան փողոցով քայլեի, մի քիչ Աբովյան փողոցը նկարեի, բայց այսպես կնկարեմ, տեսեք իմ տուրիստ Վահանը, տուրիստական հանդերձանքով, արդեն էքսկուրսիայի ենք դուրս եկել, Քեզ, վայ, իմացել են իրանց խմբից ես, Վահանին ես հանդերձանքով, այս ռյուկզակով միշտ մտածում եմ, որ տուրիստ է, տուրիստ սեփական քաղաքում, այսպես, Այն կողմն էլ կա հիմա կշրջեմ կտեսնեք այստեղ Սորիսոն է պաղպաղակի ռեստորանը, այստեղի միջայլոց շատ լավ իտալական պիցաներ են տալիս, շատ լավն է պատրաստում, այստեղ մեջտեղը ծաղիկներ, ենտեղել են, այն նրանք չգիտեմ, բնական են թե չէ, սպիտակ տեսնում եք, վարդագույն սպիտակ, դրախտավարդերը, այստեղ մի ժամանակ դիսգուարի խանութներ, այնքան էի գալիս ես, շատ է այն կողմներ չէ, ոնց որ վերևում էր, լավ չեմ հիշում տեղը, տեսեք ինչ գեղեցիկ են վարդերը, փնջային վարդեր են, ուրեմն չէի ուզում անկեղծ անդրադառնալ մի, այսպես ասած, չգիտեմ, անձնավորություն ասեմ, ինչ ասեմ, նմաններին անձնավորություն էլ չեմ կարողանում անձնավորել, քույրս ասեց, ասում է մեկնաբանություն է գրել, թե ինչ եք անընդհատ պատեհ, անպատեհ ծիծաղում, շատ տհաճ է, տիկին ես ծիծաղում եմ, որ դուք սովորեք ծիծաղել, ես ծիծաղում եմ, որ ձեր հոգսաշատ օրը մի փոքր թեթևանա, եթե ձեզ համար տհաճ է, դիմեք հոգեբանի, վստահ եմ կբուժվեք, իհարկե ներողություն եմ խնդրում, որ կոպիտ եմ պատասխանում, բայց նման հարցադրմանը այլ պատասխան չէի կարող գտնել,
իմ կյանքն է, կուզեմ կծիծաղեմ, կուզեմ չեմ ծիծաղի, ձեզ տհաճ է, դուրս եկեք իմ ալիքից, ձեզ մի տանջեք, ես դեռ չեմ տեսել ձեր գրառումը, բայց հավատացնում եմ, որ ձեզ բլոկ կանեմ, որովհետև ես չեմ ցանկանում, որ դուք ձեր կյանքը լցնեք տհաճությամբ եւ ձերբազատվեք իմ ներկայությունից, պարզ է Անուշիկս, այսպես, նման մարդկանցից չեմ էլ վիրավորվում, որովհետև խնդիր կա այդ մարդկանց հոգեկան վիճակի հետ խնդիրներ կան, այսպես, տեսեք ինչքան գեղեցիկ է, ահա, կտրվեք մի պահ ձեր հոգսերից, սիրելիներս, Աշկներս որում ինձ հրավիրեց սորիսով, հարցրացել իմ երկրորդը պաղպաղակ ուտելու մենյուն հեսա ձեզ ցույց գտամ, ինչ գեղեցիկ է, կարմրել եմ ինքն շոկ, շատ շոկ է, այսպես, աթեք եմ, տեսեք ինչեր կան, սրանք նախաճաշերն են առավոտյան, և շատ տեսեք գները այսպիսին են, չգիտեմ, գուցե թանկ է, գուցե թանկ չէ, ամիսը մի անգամ օգտվելու համար կարծում եմ արժե, չէ Վահան ջան, ծվածեղը ավելի թանկ է, հա բեկոնով է, ու 2000, ծարես ինչ հա, սկրամբե սաղմոնով և հոլանդես սոուսով, սա 3400, մի խոսքով, այսպես արագ թերթում եմ, կարող եք նայել, հա, էդ էլ եմ, ես էլ եմ դա նայում, բայց կալա ուղղակի պաղպաղակ ուտել, բրուսկետաներով, սա իտալական է համարվում, սրանք արդեն աղցաններ են, մոցարելա պանիրը լոլիկով և ռեհանով, Այսպես, եղունգս էլ պոկվեց կողքից մանիկյուրով, այսպես, այսպիսի սեթ ունեն Վահան, քեզ համար, քաղցր ես ուզում, Վահանս քաղցր է ուզում, փենքեյք է ուզում, Սրանք բուտերբրոդներ են, սենդվիչներ են, սա էլ է սենդվիչ, պյադինա, սրանք պաստա են արդեն, պաստաները, այսպիսի պաստաներ, տեսեք, մի խոսքով տեսնեմ քաղցրից ինչ կա, քանի բան էլ ձեզ քաղցրից ցույց տամ, այսպես, աղբաղակով, արժեքները մոտավորապես այսպես են, 2400, 600, 2000, 2300, հա, Վահանս փենքեյք է ուզում, մեկ կտոր թխվածքը արժե 1600, սա էսկիմոն է, Սա պիստամիսու պիստակով է, մի խոսքով, այսպիսի արժեքներ են անուշիկներս, խնդրեմ, սա տիրամիսու է, ստանը ունեմ սրա հիմա տրուֆելը, 3 էինք գնել, մի խոսքով, սա ինչ է, սա խմիչքներ են, թե պաղպաղակներն են, Սրանք խմիչքներ, այսպես ինչպես տեսնում եք, հենց նույն ձևով էլ մատուցում են սիրելներս, սա էլ բարի ընդհանուր տեսքը, այսպես, են կողմներ կան, դե չեմ նկարում, դե լավ, այստեղ ձեզ ասեմ առայժմ, հա, լավ բանա, որոշենք տեսնենք ինչ ենք վերցնում, անպայման ձեզ հետ կկիսվեմ, Սա էլ մեր պատվերները, Վահանը իրեն ամերիկանո է վերցրել, այսպիսի փենքեյք ելակով, ես ինձ վերցրել եմ այսպիսի համեստ, փոքրիկ,
Ողջույն սիրելիներս, ողջույն Երևանում արդեն ձեր էկրաններին, որոշեցի միանալ, մի քիչ զրուցենք, հավաքեմ ու տեղավորեմ, տեղադրեմ։ Այնտեղ մեր պլաստիկի շշերն են, որը պետք է գնա հատուկ արկղի մեջ, բակում, դրանք պետք է հետո վերամշակվեն։ Չգիտեմ, ձեզ մոտ կան այդպիսի աղբամաններ, մեզ մոտ կան, դնում են արդեն ու վաղուց են այստեղ դնում, ստվարաթղթի համար, սովորական աղբի համար, այսպիսի պլաստիկ շշերի համար տեղադրում են, շատ հարմար է, հետո սրանք վերամշակվում են, այլևս չի աղտոտվի քաղաքը կամ աղբանոցները, որտեղ տանում են սովետաշենը հատկապես։ Սա էլ էսպես, այդ որ երևում էր դրա համար ասեցի ժողովուրդ ջան։ Հետո ուզում եմ անդրադառնալ մի երկու հարցի, որովհետև ամբողջը չեմ ընթերցել ձեր մեկնաբանությունների, էլի ժամանակի սղության պատճառով, բայց ուզում եմ ասել, բոլորիդ անչափ շնորհակալ եմ, շատ զգացված եմ Էրիկիս տարեդարձը շնորհավորելու համար, բոլոր բարեմաղթանքները, որ ինձ հղել էիք իմ որդուն, ես ուզում եմ, որ բազմապատիկ բյուր անգամ հետ վերադառնա ձեզ, ձեր տուն, ձեր ընտանիք, ձեր զավակներին սիրելիներս, անչափ շնորհակալ եմ եւ իմ անունից եւ Էրիկիս անունից, դեպ Էրիկս այսօր քննություն էր հանձնել քոլեջում եւ միակն է, ով ստացել էր 10-ից 10, շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, դիզայն եւ էլ ինչ-որ մի կոնստրուկցիա եւ դիզայն, այսպիսի քննություն էր հանձնել քոլեջում, մենակ ինքն էր ստացել, ասեց 25 հոգուց մենակ ես եմ ստացել մամ 10-ից 10, այսպես անուշիկներս, հիմա անցնեմ որոշ հարցերի եւ գրառումների, իմ հետևորդուիներից մեկը զարմացել էր կեղծ տոլման, երևի բավական երիտասարդ եք սիրելիս, չգիտեք որ կեղծ տոլման դա բրնձով տոլման է, ոչ թե մսով տոլման, ասում է բա ուր է միսը չի երևում, կներեք կեղծ տոլմայի մեջ միշտ չի գնում սիրելիս, դա միայն բրնձով եմ պատրաստում, այսպես, սա ձեր հարցին պատասխանեցի, որ կեղծ տոլման կամ սուտի տոլմա, որ ասում են, դա արդեն գիտեք, բրնձով տոլման է, ես դա շատ եմ սիրում, իրեն որով նաև ուտում են սառը վիճակում, շատ համեղ է և շատ արագ ինքը, ասենք կարող եմ 3-4 հատ ուտես ու անմիջապես հագենաս, շատ ավելի հագեցնող է, քան մսովը, մենք սիրում ենք, այսպես, հետո, մի օգտատեր, մի հետևորդուհի ինձ գրել է, չեմ հասկանում, կաթսայի բրենդը որն է ճռճռան խոսքեր է գրում, նախ ես չասացի, ես ասացի այս բրենդինն է, հետո ասի կաթսայի բրենդը որն է, կաթսա է, բայց ուզում եմ ասել, նախ տիկին ջան, հայոց լեզվում չկան ճռճռան խոսքեր, եթե ձեր լեքսիկայում կա ճռճռան խոսքեր, խորհուրդ կտամ հայոց լեզվից հանեք ճռճռան խոսքերը, իսկ բրենդ ինչ է նշանակում, հավանաբար դուք տեղյակ չեք, տեֆալը, որը որ դուք օգտագործում եք, կամ իտալական բարազոնին, կամ գուցինին, որը որ դուք օգտագործում եք, դրանք հատուկ կամպանիային ինչ են ասում,
մի խոսքով կամպանիաներ են, որոնք արտադրում են կոնկրետ կաթսաներ, եւ այդ կաթսաները ունեն կոնկրետ բրենդ, Տեֆալ, դա բրենդ է, հասկանում եք, այն անվանումը, որը ունի մեծ ինդուստրիա, որը արտադրում է մի տեսակ ապրանքանիշ եւ դա կոնկրետ ապրանքանիշ է եւ ունի անվանում, դա բրենդ է։ Ես բրենդամոլ չեմ, ես կարող եմ ինձ համար գնել 1000 դրամանոց մայկայել հագնել, շապիկ հագնել, կարող եմ ինձ համար գնել 5000-անոց, կարող եմ գնել 50,000-ը, կարող եմ 100,000-ը գնել, ես բրենդամոլ չեմ, այդ պահին ինչ ինձ դուր եկավ, ինչ ինձ սազեց, ես գնում եմ, իսկ կաթսաների եւ այլնի հետ կապված բնականաբար ընտրում ես լավագույնը, որպիսի կերակուրը թունավոր չլինի, չթունավորես քո ընտանիքի անդամներին։ Մենք հասկացանք, որ տեֆլոնապատ կաթսաները շատ արագ փչանում են, որակազրկվում են, տեֆլոնը դուրս է գալիս եւ դա խառնվում է կերակուրին տաք ժամանակ։ Եվ մենք կուլ ենք տալիս, մեր ստամոքս ենք ուղարկում այդ նյութը, չէ որ դա նյութ է, հատուկ նյութ է, որը չի կպչում եւ այլն, մի քանի անգամ տաք ինչ որ ջերմաստիճանի, ջերմահարման է, այսպես ասած, ենթարկվել եւ այլն, պետք չէ նման ձևով արտահայտվել, եթե դուք չգիտեք ինչ է բրենդը իրենից ներկայացնում։ Շատերը նույնիսկ չգիտեն բրենդային հագուստն ու օտկուտյուրը։ Ինչ է իրենից ներկայացնում բրենդայինը։ Բրենդայինը դա հասանելի հագուստ է, սիրելիներս, ովքեր կրում են, ասենք, մեր նման առօրյա, հա, օրինակ Guess-ն է, դա բրենդ, մի խոսքով այն ապրանքանիշը հագուստի, որը դուրս չի գալիս ցուցադրության, որը բեմ դուրս չի գալիս, դա չի կարող համարվել բրենդ, դա հոտ կուտյուր է, այդ որը որ դուրս է գալիս բեմ, դա հոտ կուտյուր է, դա բրենդ չի, այդ հոտ կուտյուրը կարող են կրել միայն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն ամսեկան $100,000 կամ եվրո եկամուտ, ամսեկան եմ ես դա ասում, կամ գուցեև օրեկան, կան նման մարդիկ աշխարհում, իսկ բրենդ հագնելու համար էլի, ասենք, թեկուզ Guess-ը, թեկուզ, ասենք, թե Շանելը դա հոտ կուտյուր է, որտեղ ինքը դուրս է գալիս, բեմ է դուրս գալիս, պոդիում է դուրս գալիս, մի խոսքով արդեն հասկացաք խոսքի ինչի մասին է, հա, բրենդային հագուստները, Tommy Hilfiger, օրինակ Louis Vuitton-ը դա բրենդ չի, Louis Vuitton-ը դա հոտ կուտյուր է, սիրելիներս, նման մանրուքներ կան, եթե չգիտեք, մունատ մի եկեք ինձ վրա, եւ ես երբեք ճռճռան խոսքեր չեմ օգտագործում։ Եվս մեկի մասին, ով գրել էր ինձ, որ պատեհ անպատեհ, ես նրան արդեն պատեհ անպատեհ հեռացրեցի իմ ալիքից։ Գիտեք, հարցը նրանում չէ, որ գրում են նման խոսքեր, հա, չգիտեմ ինչ վիրավորում են եւ այլն։ Հարցը դա չէ, ամեն մարդ խոսում է իր ներքինից, ամեն մարդ խոսում է իր դաստիարակությունից, ամեն մարդ իրեն պահում է այնպես, ինչպես որ ինքը դաստիարակվել է։ Գիտեք, մարդուց ներողություն չեն խնդրում, հետո թքում դեմքին։ Այդպես չի լինում։ Դուք կարող եք թքել առանց ներողություն խնդրելու։ Դա ավելի ճիշտ կլինի, քան ասել, գիտես, կներես, բայց պիտի թքեմ դեմքիդ կամ պիտի անպայման վիրավորեմ։ Այդպես չի լինում, սիրելիներ, ձեր դիմաց նստած է հասուն մարդ։ Եթե ես ծիծաղում եմ, նախ ես երբեք պատեհ, անպատեհ չեմ ծիծաղել։ Չի եղել նման դեպք, որ ես խոսեմ տխուր դեպքից ծիծաղեմ, որ ես խոսեմ հայրենիքից, բերանս լայն բացեմ, ինչ որ եթե դա իմ սիրո մասին չէ, դեպի իմ հայրենիք։ Դուք տարիքն առած եք, ես գրելավոճից արդեն հասկանում եմ, որ գրողը տարիքն առած մարդ է, հա, այնքան անզուսպ ու այնքան անտակտ են էլի մարդիկ, հասկանում եք, չի կարելի, այս ալերգիա է, չմտածեք թե, հիմա անպատեհ չէր իմ ծիծաղը, սա անպատեհ ծիծաղ չի, եթե դուք չգիտեք ծիծաղի նորմերը, չգիտեք ծիծաղի էթիկան, դուք նույնիսկ դա չգիտեք, ձեզ համար այս աշխարհը պատեհ եւ անպատեհ է,
ինչպես որ դուք ինձ համար հայտնվել եք ապատեհ եւ անպատեհ իմ ալիք եւ ինձ վիրավորում եք։ Իհարկե ես ջնջել եմ նրան։ Ես ջնջել եմ։ Ինչի համար եմ ես բլոկ անում նման մարդկանց։ Իմ ալիքը լուսավոր ալիք է։ Ես սա ոչ թե բացել եմ, որ իմ հասցեին լսեմ միայն շնշող խոսքեր, լսեմ միայն լավագույնը եւ այլն, ոչ, առողջ, ինչպես մենք ենք բոլորս ասում, հա, քննադատությունը մենք ընկալում ենք։ Ես ընկալում եմ դա եւ կարող եմ ձեզ հետ նստել դեմ դիմաց, խոսել, ասել, բացատրել, հա, բայց երբ մարդուն ասում են դա շատ տհաճ է, դուք պատեհ անպատեհ ծիծաղում եք եւ իր նման երկու հոգի էլ լայք են դնում, դա խոսում է մարդու ներքին նվաստ որակի մասին, հա, նախ հաշվի առնելով տարիքս, ես չեմ ասում, որ ես շատ մեծ եմ, բայց 20 տարեկան էլ չեմ, 25 էլ չեմ, եւ ես գիտեմ որտեղ երբ ծիծաղեմ, երբ չծիծաղեմ, հա, եւ ի վերջո ծիծաղը գալիս է մարդու ներսից, մարդու հոգուց։ Գուցե ես ծիծաղում եմ, որ ձեր առօրյան այդ օրվա հոգսաշատ մի փոքր թեթևանա։ Չեք մտածել այդ մասին, չէ՞ որ բլոգերները նաեւ այն մարդիկ են, ով մի փոքր թեթևացնում են իրենց հետևորդների առօրյան, իրենց զրույցով, խոսքաշինությամբ, հա, նիստուկացով, պատրաստելով, կիսվելով իրենց առօրյայի հետ։ Գուցե դուք այդտեղից մի որևէ լավ բան քաղեք, չէ, լավը թողնում են, հասկանում եք, կան մարդիկ, կան, եւ ես միշտ զարմացել եմ նման տեսակ մարդկանց վրա, լավը անում ես չեն նկատում, նստում են ռևիզորի պես, դրանք հեյթերներ են կոչվում, մի բառ են փնտրում, բառ, շեշտադրում, ստորակետ են փնտրում, որ գրեն։ Ես նման մարդկանցից բոլորովին չեմ վիրավորվում, ինչու, որովհետև նրանք ինձ հարազատ չեն։ Ես գիտեմ իմ հետևորդներին, ովքեր ինձ անչափ հարազատ են, ում ես շատ եմ սիրում։ Իսկապես, եւ կարող եմ ասել երջանիկ եմ, որ ունեմ այդքան խոհեմ, ուշիմ եւ կարդացած գրագետ հետևորդներ, սիրելիներս։ Իսկապես դա այդպես է։ Ես շողոքորթելու բնավորություն չունեմ, ես ուղիղ ասող մարդ եմ։ Պետք էր ասեցի առանց ներողություն խնդրելու տվյալ անձից, որովհետև չեն ներողություն խնդրում, հետո տանում գլուխը մտցնում գելոտինի տակ, այդպես չի լինում, կամ կտրում են գլուխը առանց ներողություն խնդրելու, կամ էլ մի խնդրեք ընդհանրապես, կամ էլ դուրները չի գալիս, մի գրեք, մի արտահայտվեք, ձեզ մի գովազդեք, որ դուք կաք, դուք էլ կաք, մի գովազդեք ձեր հոգու ներսի թերին, ձեր թերությունը ներսի, դա շատ տհաճ է, դա խոսում է արդեն ձեր մասին, ես ձեր մասին արդեն կարծիք եմ կազմում, ձեր մի բառով կարելի է կարծիք կազմել, եթե նույնիսկ դա ձեզ տհաճ է, կարող եք դա ուրիշ ձև ասել, մտածեք ինչպես ասել, ես ամբողջ օրը մտածում եմ, կան իմ շրջապատում մարդիկ, ում հետ ես շփվում եմ, ես ճանաչում եմ այդ մարդկանց, այդ մարդիկ ինձ հարազատ են, բայց ես վստահաբար գիտեմ, որ այս մարդը չի սիրում, երբ իր հետ խոսում ես այս թեմաների շուրջ, եւ ես այնքան մանրակրկիտ եմ իմ բառերը ընտրում, իմ միտքը, այնպես եմ դասավորում, խոսքերս այնպես եմ դասավորում կամ ընտրում, որ երբևէ չվիրավորեմ դիմացինից, հետո էլ չասեմ կներես, բայց պիտի ասեի, էլի, հա, մի խոսքով սիրելիներս, սա էլ էսպես, սա թողնում ենք մի կողմ, գնացել էի հարսանիք, մոռացա նկարել իմ հանդերձանքը, իմ մազերը, այնքան գեղեցիկ էր ստացվել, շատ գեղեցիկ էր, եւ հարսանիքն էլ շատ գեղեցիկ էր, հարսիկը կարծես հեքիաթի փերի լիներ, ես անդադ ուզում էի մոտենալ, մեր աղջկան ասել, դու որ հեքիաթից ես եկել, այնքան գեղեցիկ աղջիկ էր, հուրի փերի, ազնվությամբ եմ ասում, չգիտեմ, ինձ շատ դուր եկավ, ամեն ինչը շատ ճաշակով էր ամեն բան եւ տարոսիկներն էլ շատ հետաքրքիր էին, մի առիթով անպայման ձեզ ցույց կտամ, փոքրիկ ծաղկամանների մեջ կավե, հողի մեջ սոկյուլենտներ էին դրված եւ գրված էր. սիրեք, որ աճեն, սեր տվեք, որ աճեն, այսպես։
շատ գեղեցիկ հարսանիք էր, ամեն բան շատ գեղեցիկ էր մտածված, էլի եմ ասում, թող Տարոսը լինի իմ բոլոր հետևորդ եւ հետևորդուհիներին, իրենց զավակներին, իրենց թոռներին, ովքեր որ հենց այդ ուղու ճանապարհի վրա են սիրելիներս, ընտանիքը դա մի մեծ հսկայական նավ է, դուք այդ նավով դուրս եք գալու բաց ծով, չգիտեք թե ինչ խոչընդոտների, ինչ սառցաբեկորների կհանդիպեք, ինչ եռանկյունիներ կլինեն, որոնք կարող են պտտահողմի պես պտտել եւ ձեզ ներս տանել, բոլոր իրավիճակներին դուք պետք է լինեք շատ հմուտ նավապետ, որովհետև կյանքի ղեկը այլևս ձեր ձեռքում է լինելու, դուք պետք է ձեր նավը միշտ այնպես անեք, որ այդ նավը չբախվի ալիքների, իսկ եթե բախվում էլ է, ապա շատ գեղեցիկ ու հանդարտ դուրս գա դեպի բաց ծով, անուշներս, ձեզ մաղթում եմ բոլորիդ երջանկություն, սեր, սիրեք իրար, պարզապես սեր տվեք սիրելիներս, եթե դուք այդքան ասում եք, որ հավատում եք Քրիստոսին, իսկ նրա պատգամը ո՞րն էր, սերն էր, սիրել դիմացինին, չեմ ասում պաշտել, խելագարվել, չէ, հարցը դա չէ, հա, սեր, պարզապես սեր, իսկ սիրել նշանակում է չվիրավորել, չբամբասել, չվատաբանել, չչարախոսել, շատ են, կարելի է շատ հերթով ես ածականները թվարկել սիրելիներս, ինչևիցե, ես ձեզ մաղթում եմ գեղեցիկ օր, գեղեցիկ օրվա ավարտ, արդեն ժամը, դեռ օրը չի ավարտվում, ժամը 5-ը դեռ չկա, ներող կլինեք, բայց օրվա շարունակություն, ինչու՞ չէ նաև հասնեք գեղեցիկ օրվա ավարտի, ձեզ լավագույնը սիրելիներս, ծաղիկներ, գույներ, սեր, ամենաշատը սեր, իսկ ես ձեզ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով